Հայաստանում բաժանում են հանրային ռեսուրսների վերջին փշրանքները։ Յուրաքանչյուր իշխանական կոալիցիա Հայաստանում նշանակում է հանրային եւ պետական ռեսուրսների բաժանում եւ վերաբաժանում եւ բիզնես քվոտաների եւ պետական լծակների տեսքով։ Հերթականը բաժին է ընկել մի ժամանակահատվածի, երբ պետությունը կանգնած է ահռելի տնտեսական մարտահրավերների առաջ, դրան զուգահեռ 2 տասնամյակի ընթացքում լինելով առավելագույնս դատարկված։ Այդ իրավիճակում հայտնված որևէ պետությունից պահանջում է այնպիսի էլիտա, որը ոչ թե կփորձի վերաբաժանել եղած քիչ սահմանափակ ռեսուրսները, այլ դրանք վերադարձնել հասարակությանը, այսինքն Հայաստանում իշխանական կոալիցիայի փոխարեն պետք է լիներ լիովին այլ գործընթաց, որի հիմքում առանցքում պետք է լիներ հանրային ունեցվածքի վերադարձ հասարակությանը։ Այստեղ իրավիճակը պետք չէ պատկերացնել պարզունակ մոտեցումներով կամ կուլակաթափության ռադիկալ դրսևորումներով։ Խոսքը հանրային եւ պետական կյանքի ոլորտներում պաշտպանված պետությամբ երաշխավորված արդարացի մրցակցության գաղափարի ներդրման մասին է, որը բնականաբար պետք է ուղեկցվի օրինակներով։ Հայաստանում արկա մի շարք սոցիալական, քաղաքական, իշխանական իրողությունների համակարգային առանձնահատկությունների համատեքստում հանրային եւ պետական ունեցվածքի վերադարձի գործում առաջնայինը ոչ թե խլված նյութականը, այլ նյութականը ստեղծելու կամ պահպանելու հնարավորությունը վերադարձնելու անհրաժեշտությունն ու կարևորությունն է։ Որևէ մեկից որևէ բան խլել ու աղքատներին բաժանել, ազգայնացնել եւ այդ կարգի այլ գործողությունների ենթարկել պետք չէ։ Պետք է հասարակությանը վերադարձնել ստեղծածը պահպանելու օրինական հնարավորությունը։ Դա արդեն իսկ բավարար կլինի, որպեսզի հանրային համակեցությունը բավական արագ տեմպով վերադառնա մի իրավիճակի, երբ աստիճանաբար կսկսի վերականգնվել հանրայինի եւ անձնականի խախտված կամ գերխախտված հավասարակշռությունը։ Ընդ որում ոչ միայն զուտ թվաբանական կամ վիճակագրական իմաստով, այլ նաեւ այսպես ասած աշխատանքային արդյունքի արդարացիության։ Հայաստանը կանգնել է ահռելի տնտեսական մարտահրավերների առաջ, դիմադրողունակությունից գրեթե զուրկ, քանի որ այդ մարտահրավերներին դիմադրել հնարավոր է միայն օրինականության եւ արդարության ներքին միջավայրի կամ արտաքին օգնության շնորհիվ։ Արտաքին օգնությունն այնքան է, որ թույլ չտա ցնցումներ, բայց դա իհարկե քիչ է, որովհետև ցնցման բացակայությունը դեռ զարգացում եւ աճ չի ենթադրում։ Ի վերջո հնարավոր է առանց ցնցումների գլորվել անգամ հանգիստ սահել անդունդը, եթե այս անգամ իշխանությունն ինքն իր մեջ բաժանում է վերջին փշրանքները, ինչի վկայությունն էլ այն է, որ այդ բաժանումը հենց մեկնարկին արդեն արժանանում է ներքին բավական լուրջ դժգոհությունների, ապա եթե չլինի զարգացում գոնե որոշակի ծավալով, ապա հաջորդ անգամ արդեն փշրանքներն էլ չեն լինի, որ բաժանեն, եւ այդ դեպքում ով պետք է բաժանի միմյանց բաշխվող էլիտար խմբավորումներով, ու որպեսի այդ սպառնալիքը եթե չվերանա, ապա գոնե հնարավորինս հեռանա, տեղի ունենում յուրացվածի հերթական վերաբաժանումը։ Այդ ռեսուրսները տնտեսաքաղաքական խմբավորումների միջև վերաբաշխելու նպատակը իշխանական համակարգի, այսպես ասած արտադրողականության աճ ապահովելն է, այսինքն ռեսուրսները հիմնականում դրվում են այն խմբավորումների տնօրինության տակ, որոնք կարող են ինչ-որ կերպ գեներացնել դրանք։ Պատահական չէ, որ կոալիցիայի մասին խոսակցությունը նախորդում է ընտրություններին, ոչ թե հաջորդում դրանց, ինչպես լինում է սովորաբար։ Բանն այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանություն է ձևավորվում, իսկ Հայաստանի իշխանությունը պետք է լինի հենց այն գեներացիայի արդյունքը, որ կարձանագրվի յուրացված ռեսուրսների հերթական վերաբաժանման միջոցով։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք 90-95 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Բաղդասարյան, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Աշխարհը եռում է տարածաշրջանում լրջագույն մարտահրավերներ են, հնարավորություններ Հայաստանում կոալիցիայի շուրջ կամ համագործակցության շուրջ խմորումներ, զարգացումներ են, որքանով են համարժեք ներքին եւ արտաքին զարգացումները։ Իդեպ այդ զարգացումներից չենք կարող այսօր չխոսել նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովում ընդունված եւ մերժված երկու հակահայ բանաձևերի փաստը ինքնին։ Շնորհակալություն հրավերքի համար։ Փաստորեն շատ ճիշտ նկատեցիք դուք։ Եռացող կացը, Անդրկովկասը, այսպես ասած այսօր Կովկասը մեզ համար
միջազգային հարաբերություններ Ռուսաստանի եւ մնացյալ աշխարհի, տարածաշրջանային հարաբերություններ եւ միշտ ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ գնում է ծանր, արդեն ինչ-որտեղ կոշտացրած նոր խաղի կանոններով, գուցե ինչ-որտեղ նոր մշակվող կանոններով, նոր թելադրանքով Ռուսաստանի նոր քաղաքականության հետևանքով գնում են նոր իրավիճակներ են զարգանում եւ այդտեղ ցանկացած պետություն, այդ թվում նաեւ Հայաստանը եւ հատկապես Հայաստանը իր տարածաշրջանին գտնվելու վայրի առումով պետք է ունենա ներքին հզոր ռեսուրսներ, որպեսզի կարողանա դիմակայել եւ այս համաշխարհային գործընթացների մեջ իր տեղը գտնել։ Հակառակ դեպքում որևէ մեկը թող միամիտ չլինի կարծի, որ 21-րդ դարը ապահովագրված են պետությունները անդունդը գլորվելուց, անիանալուց։ Այդպիսի բան չկա։ Առաջիկայում մենք ականատես կլինենք Սիրիայի, ինչպես որ Հարավսլավյան, տեսանք ինչպես մի ցնցումային ժամանակաշրջան 90-ական թվականներին վերացավ, այդպես Սիրիան կլինի ապագայում։ Եվ հիմա հարց է գնում Հայաստանի մասին։ Մենք ներքին խնդիրներին անդրադառնանք այն կոնտեքստով, որ ներքին խնդիրները անհրաժեշտ են քաղաքացու ապրելու համար, երկիրը ամրապնդելու համար, պետությունը հայրենիք դարձնելու եւ հակառակը հայրենիքը որպես պետություն ընկալելու համար եւ այդ բոլորով միասին որպես մի միավոր կարողանալու իր տեղը գտնել այս արտաքին մարտահրավերների մեջ։ Դրանք իրար հետ փոխադարձաբար խիստ կապակցված են։ Չի լինում առանձին լավ արտաքին քաղաքականություն, բայց վատ ներքին եւ հակառակը։ Հիմա տեսեք, դուք նկարագրեցիք մոտավորապես Հայաստանի եւ կողքը երացող կաթսայի ընդհանուր բնութագրը տվեցիք։ Իսկ մենք ինչով ենք զբաղված Հայաստանում։ Կարող ենք ասել, որ Հայաստանում որևէ տնտեսական լուրջ առաջարկ կա, որի հիման վրա, ասենք, Դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցությունը գնում են բանակցությունների կոալիցիա կազմելու շուրջ։ Չկա այդպիսի բան։ Բոլորի համար ակնհայտ է մի բան, գնում է, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, ընդհանրապես ռեսուրսների վերաբաժանման, վերատիրման, ազդեցության լծակների տիրապետման շուկայական բազար, այսպես անվանենք։ Դուք լսել եք, որ Դաշնակցությունից որևէ մեկը առ այսօր հանդես գա, ասենք մի ծրագրային հայտարարությամբ, կամ որևէ մեկը հեռուստադիտողներից լսել է, որ գա այս տնտեսական քաղաքականությամբ մենք մտնում ենք 7 կետեր այդ թոս փչոցին թողենք այդ հեքիաթներն Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Ռոստոմյանի պաշտոնի գնալու համար եւ նաեւ Հրանտ Մարգարյանի լուրջ բոլորին հետաքրքրող տնտեսական որևէ քաղաքականություն, ասենք մոնոպոլիաների վերացման, ազատականացման, մրցակցային դաշտի ազատման, լսել եք այդպիսի մի ծրագրային դրույթ, որի շուրջ գնում է բանակցությունները եւ համաձայնություն գալուց հետո արդեն պատրաստ են կոալիցիայով իրականացնել։ Թողենք, որ մինչև ընտրություններն է, թե ընտրություններից հետո է, կամ ընտրություններ չկան հիմա, հանրաքվե է եղել, այո կամ ոչ է ստացել եւ գնում է այդպիսի հարաբերությունների ճշտում։ Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի վերնախավային դաշտը, իշխանական դաշտը բնավ մտահոգված չէ, կամ եթե մտահոգված է, ապա 3-4 տեղում է այդ մտահոգությունը, հիմնական մտահոգությունը ներսում լծակները պահելն է։ Այստեղ կա երկու մոտեցում։ Ինչու է պետք կիսել այդ լծակները Դաշնակցության հետ։ Կամ նաև այլ քաղաքական ուժերի, որովհետև վերջին գործադիր մարմնի նիստից հետո Հանրապետականը հայտարարեց, որ առաջարկներ արվել եւ արվելու են բացի Դաշնակցությունից այլ քաղաքական ուժերի եւս։ Իրավական առումով որ նայենք, ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը դրա անհրաժեշտությունը չունի։ Բացարձակ մեծամասնություն ունի պարլամենտում։ Եվ մենք այս շաբաթվա ընթացքում ականատես եղանք, Հանրապետականի ներսում բավական լուրջ դժգոհություններ են խմորվում։ Դժգոհություններ բնականաբար կխմորվեն, որովհետև վերջո սահմանափակ են ռեսուրսները պետք է ինչ-որ Հանրապետականի մեկից վերցնել, որ Դաշնակցությանը տալ։ Հիմա կգնա ամեն մեկը կասի, ասենք, սոցիալ-նախարարը կաշխատի, որ իր ուղղությունը չլինի, գնա, ասենք, կրթության ուղղությունը, այն պիրոգի կտորիստանից Դաշնակցության համար կարծում եմ կարևորը ունենալ լծակներ, որ ապագա ընտրությունների կեղծիքներին ինքը իր բաժին ունենա եւ իր երաշխավորված տոկոսը ապահովի ազգային ժողովում։ Դա բոլորի համար ակնհայտ է։ Որտեղ ակնհայտ է, որ այս պայմաններում այդ անհրաժեշտ տոկոսը հնարավոր չի լինի ապահովել։ Իհարկե։ Այս պայմաններում յուրաքանչյուրը կստանա այնքան տոկոս,
ինչքան թելադրված լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ նա ունենա իր սեղանի դարակումը անպաստ։ Մնացածը հեքիաթներ են, շիրմայ է, մնացածը կռիվ գրող հերոսներ, որոնք անարդյունք են։ Հիմա կա երկրորդ կողմը։ Ենթադրենք, եթե մենք լինենք, ասենք թե, այնպիսի մի պետություն, որը քիչ թե շատ անկախ պետություն է, որի մեջ գործընթացներ են, էս էլ կլինի, այն էլ կլինի, քիչ-քիչ կգանք այնպիսի բանի, աշխարհի մրցակցությունը մեզ կստիպի գալ խելքի եւ ի վերջո ընկնել նորմալ հունի մեջ գնալ նավթային երկիր չենք, որ ռեսուրսով գնանք, չնայած առաջկա այդ ռեսուրսն էլ դառնում անիմաստ, ոչ արժեքավոր, գազն էլ կդառնա ոչ արժեքավոր եւ այդպես շարունակ։ Խնդիրն այն է, որ մենք պետք է նայենք դա նաեւ մեր անկախության պրիզմայով։ Մենք ինչքանով ենք անկախ, Հայաստանի իշխանությունները իրենց քաղաքականությունը վարելուց ինչքանով են անկախ եւ ինչքանով են պատասխանատու այդ իշխանության աղբյուրի ժողովրդի առաջ։ Հայաստանի իշխանությունները երկրորդ հարցով ընդհանրապես պատասխանատու չեն հայ ժողովրդի առաջ, որովհետեւ իրենք իրենց իշխանությունը չեն ստացել այդ աղբյուրից, չեն պատվիրակվել ժողովրդի կողմից իշխանությունը իրացնելու իհարկե։ Որևէ ընտրությունից կախված չէ իշխանության ՀՀԿ-ի ճակատագիրը կամ Սերժ Սարգսյանի ճակատագիրը, այսպես բան չկա։ Իսկ որտեղից է կախված։ Հիմա հարց տանք։ Այ որ սկզբն աղբյուրը իշխանության որտեղից է գալիս, երբ որ մենք բաց աչքերով նայենք եւ տեսնենք որտեղից է գալիս այդ իշխանության բաց աղբյուրը, մենք հասկանանք ում առաջ է պատասխանատու։ Հենց որ հասկանանք ում առաջ է պատասխանատու, այստեղ էս կարտահայտել մի միտք, որը առաջի անգամ եմ արտահայտելու ձեզ մոտ եւ չեմ հանդիպել ընդհանրապես, ասենք ուրիշի կրկնություն կարծում եմ չի լինի, որովհետեւ չեմ հանդիպել նաեւ։ Խնդրեմ։ Ուրեմն Հայաստանը պատմականորեն բաժանվել է 4 պետությունների մեջ, պատմական Հայաստանի տարածքը բաժանվել է 4 հարևան պետությունների մեջ։ Ռուսաստանը, երբ որ թեքվեց դեպի այսօր Կովկաս եւ իր կտորը տարավ ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների հետևանքով, մի քանի անգամյա դա արևելյան Հայաստանի մասն է, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղ, Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանով, Պարսկա Հայաստանը եւ Թուրքահայաստան։ Հիմա տեսեք, հայերս այդ մեր հողային պահանջների հիմնական աղբյուրը, սնուցող աղբյուրը ազգային կուսակցություններն են եղել, ասենք Դաշնակցությունը։ Ինչ պայմաններով Դաշնակցությունը տաբու է դրված, ես համարում եմ, որ դրական է, որ Պարսկաստանին, գոնե Պարսկաստանին հողային հարցերի պահանջներ չենք դնում։ Կարծես թե համակերպվել ենք, որ պատմականորեն այսպես է, ուրեմն այսպես է, համակերպվել ենք այդ մտքի հետ։ Հիմա տեսեք, մեր շրջապատի 3 պետություն չեն մարսել հայկական հողերը։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիան դե ֆակտո եւ դե յուրե վերցրել է Արևմտյան Հայաստանը ամբողջական, բայց լիքը միջազգային պայմանագրեր կան, փաստեր կան, իրավական հիմնավորումներ կան, որ Արևմտյան Հայաստանը ինչ-ինչ ձևով իրենը չի։ Եվ բացատրել կա պատմամշակութային խորը շերտ, որը հիմնավորում է, որ դա իրենը չի, եւ աշխարհը դա գիտի։ Հետևաբար նա ամեն ինչ պետք է անի, որ այդ խնդիրը լուծի։ Այդ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա։ Մեկ, ավելի շուտ 3 տարբերակ, մեկը հանում եմ, որ ֆանտազիայի ոլորտից է, մեկը, որ ինքը վերացնում են ընդհանրապես հետքերը, ցեղասպանությունից հետո բնակչություն չկա, ուծացվել են, քրդացել են, թուրքացել են, եւ մշակութային շերտն է ոչնչացնում։ Բայց մնում է այս Հայաստանը, որը կենտրոնն է Սփյուռքի նաեւ ուժային վեկտորների, որի միջոցով այդ հարցը անընդհատ գեներացվում է։ Ընդ որում այդ հարցը գեներացվում է ոչ թե այս Հայաստանի համար, այս Հայաստանի շահերը ապահովելու, այլ հիմնականում այն ժամանակ, երբ որ ռուս-թուրքական խնդիրներ են առաջանում տարածաշրջանային ազդեցությունների։ Արևելյան Հայաստանը 18-ից 20 թիվը եւ 88 թվականից եմ ես հաշվում, դե յուրե 90 թվականից Ռուսաստանի կոկորդից դուրս եկավ այս փուշը, դարձավ ինքնուրույն պետություն, որը վտանգավոր հետևանքներով էր հղի Ռուսաստանի համար, որ ընդհանրապես Կովկասից հեռանա, Վրաստանից հեռացել էր, Ադրբեջանից հեռացել էր, մնացել էր սա։ Հետևաբար այս Հայաստանը իր գոյությամբ, իր առավելևս հզոր ինքնուրույն գոյությամբ առաջերտին իմպերիալիստական նկրտումների առումով խանգարում է Ռուսաստան։
որովհետև եթե այս Հայաստանը վարեց ինքնուրույն քաղաքականություն, պատկերացնենք որպես պետություն, այն ինչ որ մենք ունեցել ենք։ Մենք ունեցել ենք հայոց հզոր պետություն, որ տարածաշրջանային խաղացող եղել, մենք այսպես ոտիտակի փալաշ չենք եղել։ Եվ ահա այստեղ տեսնում ենք, որ մենք մեր գոյությամբ խանգարելու ենք Ռուսաստանին։ Իր խնդիրներին մենք եթե նորմալ պետություն լինենք, Ռուսաստանը նորմալ, մենք չենք խանգարի, մենք կարող ենք շատ լավ համագործակցել։ Այո։ Բայց այսօրվա Ռուսաստանի վարած իմպերիալիստական քաղաքականությամբ ավելի շուտ կայսերապաշտական քաղաքականությամբ մեր վեկտորները ճիշտ հակամետ են։ Հաջորդ պետությունը Ադրբեջանն է։ Ադրբեջան լակնհայտ է, Ղարաբաղի հարցը ցույց տվեց, որ լուծած չի։ Հիմա այս երեքն էլ շահագրգռված են Հայաստանը թուլացնելու։ Միայն Հայաստանի հարցով այս երեքի շահերը ամբողջությամբ համընկնում են, մնացած բոլոր հարցերով հակամետ են։ Բոլոր հարցերով Ռուսաստանի, Թուրքիայի շահերը հակամետ են, Ադրբեջան։ Եվ ահա այստեղ է գալիս, որ գալիս են նորից ներքին կյանքին։ Մեր ներքին կյանքը չի կազմավորվում որպես սուբյեկտային պետության ներքին կյանք։ Մեր իշխանությունների աղբյուրը, իշխանության աղբյուրը ժողովուրդը չէ, Ռուսաստանն է։ Այնպես ինչպես ես հիշում եմ մեր ժամանակ դեռ 95 թվին առաջին անգամ, երբ որ սկսվեց համապետական ընտրությունները, բոլորը ասում էին կամ Վանոյի Դաբրոն պետք է ունենաս, կամ Սարգսյան Վազգենի Դաբրոն, կամ Լևոն Տեր-Պետրոսյանի Դաբրոն։ Դու Դաբրո ունես։ Եթե դու Դաբրո չունես, դու դառնում ես մեծ պայքարի եւ ապագա պոտենցիալ պարտվողը։ Հայաստանի իշխանությունները պատահական չէ, որ Ռաֆի Հովհաննիսյան դա դասական օրինակ էր, որ գնում էր Տիզբոն իշխանությունը բերելու։ Ես գնում եմ Մոսկվա թագը բերելու։ Դա խոսում էր ամերիկահայ ազատ մեծացած քաղաքացի Ռաֆի Հովհաննիսյանը, որը Հայաստանում ենթարկվեց Հայաստանի թելադրված խաղի կանոններին։ Ահա, հենց այդ բանը նայում ենք, հենց այդ կոնտեքստով նայում ենք Հայաստանի ներքին կյանքը, տեսնում ենք ինչ։ Մենք ինչ ենք ակնկալում։ Ես եւ դուք Հայաստանի նորմալ քաղաքացիներ եք։ Մենք ուզում ենք, որ ինչպես դուք եք ասում, դաշնակցություն լիներ այն կուսակցությունը, որ ծրագրերի շուրջ բանավիճեր։ Այդ ծրագրերը իրականացնելուց իշխանությունը կեղծիքով չվերցնեին, այլ պայքարեր կեղծիքների դեմ, որ ժողովուրդը լինի աղբյուրի իշխանության եւ իշխանությունը պատասխանատու լինի այս ժողովրդին։ Բայց տեսնում ենք, որ բոլորը իրար հետ սեպտեմբերի 3-ին քվեարկում են ԵՏՄ մտնելու եւ ավելին։ Եթե մի մասը ուղղակի սուսփուս ասում է, որ մենք մտնենք, բայց փողոցի ժողովուրդը դեմ է, այս իշխանական էլիտայից դուրս ժողովուրդը դեմ է, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը մի քայլ ավելի առաջ է անում։ Անշրջելի։ Հավաքում է հանրահավաք եւ ցույց է տալիս համաժողովրդական աջակցություն։ Հայտարարում է, որ դա անշրջելի process է, եւ ովքեր որ կարծում են անշրջելի չի, նրանք 20-ից 30 ջղաձգվողներ են։ Ես ասում եմ, ես Ղարաբաղ կոմիտեի անդամ եմ եղել։ Ղարաբաղյան շարժումը բաժանում եմ մի քանի փուլերի, առաջին փուլը 88-ից 90 թվականն էր, որը ստեղծեց հզոր լիցք, անկախ պետականություն կերտման, եւ այդ լիցքի մնացորդների հետևանք է, որ դեռ այսօր կա ու մենք խոսում ենք ու ես կարողանում եմ այսպես արտահայտվել։ Մինչև 90 թվականը եղել են բազմաթիվ թեր ու դեմ կարծիքներ եւ այլն։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ 15 հոգուցս մեկն էր, որը կարող էր սխալվել, ինչպես յուրաքանչյուրս հիասթական էինք որոշում։ Ես պնդում եմ, որ ինքը հերթական անգամ սխալվեց, ինչպես այն ժամանակներ հաճախակի սխալվում։ Յատում եմ ոչ միայն չի կայանալու, հարցական լինելու Ռուսաստանի ապագան, այդ անշրջելիությունը մենակ իր համար կմնա անշրջելի, իր ուղղակի համար։ Եվ եթե Լևոն Զուրաբյանը Ռուսաստանից եկած ցանկացած ներկայացուցիչ առաջացма մենք ավելի ռուսասեր ենք, քան սրանք, մենք ենք հիմքը դրել սրա, դուք մեզ լավ նայեք, դա ցույց է տալիս, որ խոսել ներքին քաղաքականությունից եւ հույս ունենալ, որ ներքին քաղաքականությունը այն ինչ որ այսօր կատարում է, դրանից ավել բան կփոխի։ Ես չեմ կարծում, որ կարող ենք, ահա այդտեղ էլ արտաքին եւ ներքին գործոնների միասնականությունն է հանդես գալիս։ Դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք։ Մենք պետք է պատրաստ լինենք, կյանքը փոխվում է, հարաբերփոխ է։ Ընդ որում այնպես է փոխվում, որ շատ գործիչներ, շատ վանգաներ շատ շուտ սխալվում են ու Այո, Պարոն Բալասյան, ես չեմ կարող չհարցնել, այս օրերին Իրանի դերակատարությունը էականորեն սկսում է ավելանալ տարածաշրջանում։ Նախորդին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել էր, որ Իրանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, որը փաստորեն հաջորդել էր Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահի միջև հեռախոսահամաձայնագրի
զրույցին, որտեղ Իրանի նախագահը ասել էր, որ մենք որևէ բան չպիտի խնայենք, որպեսզի Պարսից ծոցը միացնենք Սև ծովին։ Եվ սա իսկապես լրջագույն հնարավորություն է, այն հնարավորությունը, որի մասին խոսեցինք մեր զրույցից առաջ, արդյոք այս հնարավորությունները, այս կարելիությունները, որոնք տարածաշրջանի ամբողջ տարածաշրջանի առաջ բացվում են, Հայաստանը հնարավորություն կունենա արժանիորեն օգտվել իր բաժինն ունենալ այս ամենում եւ նաեւ կուզեմ որ անպայման խոսեք այսօր Ստրասբուրգում քննարկված այդ զույգ բանաձևերի վերաբերյալ այնտեղ աշխարհաքաղաքական ինչ այսպես բովանդակություն եք տեսնում մի շատ հին անեկդոտ կա, որ շատ տեղին է, էլի, հակիրճ այսպես է խեղդվողին աստված որ շատ է կանչում, երկու անգամ նավակ է ուղարկում, որ փրկեն, չի փրկվում, հետո որ ասում բա չի ուղարկել, որտեղ ինքը հույս Աստծո վրա էր դել։ Հիմա պատմությունը տարօրինակ կերպով մեր հայ ազգի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ այնպիսի շանսեր է տալիս, որ այսքան հիմար լինելով, այսքան ինքնագոհ ու պնդել, որ մենք խելոք ազգ ենք, ես ուղղակի զարմանում եմ։ Այս Իրանի այսօր հնարավորությունները հասցնել են սահմանի, որ Երվանդ Զախարյանը հենց ուղղակի այնպես ուղղակի հայտարարի, որ Իրանը մեզ չի առաջարկել գից, չի եկել, պատկերացնում եք Իրան նման հզոր պետության դարերով այս տարածաշրջանի հզորագույն պետությունը չի եկել Երվանդ Զախարյանին, խնդրի, ասի Երվանդ ջան, բա դու գիտես, ես ուզում եմ քեզ էժան գազ տամ, հələ ռուս պապայից հարցրու թույլ կտա, որ մեզ ծառնես թե չէ։ Այն գազամուղն էլ որ ուզում ենք կառուցեինք, եկեք մի հատ կողքից մեծը գցենք, դրանով տանք Վրաստանին, ոչ թե Գազպրոմը, մենք ինչի մասին ենք խոսում։ Այսպիսի ունիկալ շանսեր ազգերին շատ քիչ են տրվում։ Հիմա տրված է այդ շանսը, բայց այդ շանսը ովքեր են տնօրինում։ Մեր այսօրվա իշխանությունները։ Մենք ասում ենք Սերժ Սարգսյանը Ռոհանի հետ հեռախոսազրույց ունեցավ։ Դուք ինչ եք կարծում, Սերժ Սարգսյանը Ռոհանի հետ երբ որ հեռախոսազրույց էր ունենում, այդ հեռախոսազրույցը սկզբից դուք եք տեղեկանում ժողովրդով, որպես իշխանության աղբյուր, թե ինչ հեռանկարների մասն է խոսքը, թե Մոսկվայում նստած ինչ-որ մեկը, որին զեկուցվում է, թե ինչի մասին է խոսում, որը հանձնարարություններ է տալիս, ուղիղ հանձնարարություններ, որ այդ ինչ Կասպից ծով եք միացնում, Սև ծով եք միացնում բանին, Պարսից ծոցին, այդ ինչ Ռոհանիներ, այդ թուրքա-ռուսական ուժային հակադրությունը հայկական հարցով կտեղափոխվի Պարսկաստան։ Մենք կարող ենք օգտվել, եթե մենք լինենք նորմալ իշխանություն, նորմալ քաղաքական կուսակցություններ ունենայինք, իհարկե կարող ենք օգտվել։ Եվ ներքին դիմադրություն կարողանայինք առաջացնել եւ ստիպեինք, որպեսզի իշխանությունները գնային այդպիսի հնարավորությունների ետևից։ Ներքին կյանքում ով որ խոսում է, որ կոալիցիայի մեջ ենք մտնում հանուն հայ ազգի, վերաբաժանումն ենք սուտ է ասում, պարզագույն սուտ։ Յուրաքանչյուրը աշխատում է իր այսօրվա կյանքը ապահովելու եւ ինչ որտեղ իր սերունդերն իր, ոչ հայ սերունդերին, դա այդպեսի բան չկա։ Հակառակ դեպքում կոալիցիա կազմելու առաջին պայմանը պետք է սա լիներ։ Այսօր ես մտածում եմ, որ Հայաստանից առնվազն մի 10 կառավարական պատվիրակություններ Պարսկաստանում, այո, նույնիսկ գաղտնի, օրնիբուն պիտի աշխատեին։ Նույնիսկ գաղտնի, օրնիբուն պետք է աշխատեին։ Ես չեմ ասում, որ նույնը Թուրքիայի հետ պետք է արվեր։ Թուրքիայի հետ մենք ունենք մեծ դաշտ բանակցելու։ Թուրքիայի խոսքս կիսա թողեցի։ Մենք ինչա հողերը հույս ունենք, որ կգրավենք, ասենք քրդերից, թե թուրքերից։ Թե մեծ խոսալով դրոշ վառելով մենք մեզ դրսևորելով այսօր կոալիցիայի մարժեք ձեռք բերելով այդպիսի հարց ենք լուծում։ Այդպիսի հիմարություններ արած ազգերը երկար չեն ձգում։ Հիմա մենք մեծ դաշտ ունենք անելու, բայց այդ մեծ դաշտում աշխատելու համար պետք է լինեն ազգային իշխանություններ, ազգային ասած, իշխանության աղբյուրը պետք է լինի ժողովուրդը։ Եթե դու իշխանությունը կեղծելով ես ստացել, մնացած ինչի մասին խոսում ես, սուտ ես խոսում։ Ազգի մասին, Գազիգինը, այդ որ ասում են հավատանք թե չէ, Գազիգինը կարող է իջեցնել թե չէ։ Ու սկսում են լուրջ ինչ-որ թվեր բերել, այնպես ինչպես Տիգրան Մուկուչյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովում թվեր է բերում։ Ու մարդիկ կան, որ սկսում են թվերի շուրջը բանավիճել, ախր հիմքը նայեք, սուտ է։ Մեծ սուտ կա, Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը գազի գնի շուրջ բանակցություններ վարի Պարսկաստանից, որտեղ այստեղ իր իշխանություններն են։ Ես անվանում եմ նամեստիկ։ Մոսկվայի տեղապահներն են։ Տեղապանները։ Հիմա ու ամենակարևոր աբսուրդը,
Եվրոխորհրդարանի վեհաժողովում երկու փաստաթուղթ են բերել, հակահայկական։ Այստեղ են ասել այդ ծիծաղելի մարդիկ։ Այդ որ ես վերջի 2 տարում ղրիմ էիք միացնում Ռուսաստանին, Նովորոսիայի եք ստեղծում, ընդդեմ Ամերիկայի ամեն օր ելույթ եք ունենում ձեր բանով, այս անչափահաս վիճակով։ Բայց չէիք մտածում, որ այդ եվրոպաներն էլ Իհարկե կասեն մեզնից չի կախված, մեր դուրը չէ գալիս խնդրեք Ղարաբաղը միացնենք Հայաստանին, կոպիտ ասած։ Դե ստացեք Եվրոխորհրդարանի բանաձևը, դուք ներսում իրար գլխի կբամփեք։ Հենց այս ներսից դուս եք գալիս, անկախ ինչ փողեր ունեք, ինչ բան ունեք, ձեր գլխին բամփում են այնպես, ինչպես դուք բամփեցիք այն մեկի գլխին։ Սա այդ բամփոստն էր։ Մեկը անցավ, մեկը չանցավ։ Ասում են խավիարային դիվանագիտություն։ Իբր Ադրբեջանը խավիարով եւ փողով կաշառել է ուղիղ։ Այս անգլիացուն ու բոսնիացուն փող են տվել 70 քանի ձայնով անցավ, 90 քանի ձայնով անցավ։ Այդ 90 պատգամավորին գնացել փող են բաժանել ադրբեջանցիք ու ես էլ հասկանամ, որ այն 70 դեմ քվեարկացնել դուք եք փող բաժանել։ Բայց որ փող են բաժանում մերը կաշառք վերցնելով, այդ ձեր վերցածներից տանեիք, տայիք։ Չէր հերիքում կոչանեիք ժողովրդին, չունեցածից բերեն հավաքային տային, տանեիք տայիք։ Դե դուք մենակ հավաքում եք։ Տալուց ասում եք չէին կարող, Ռուսաստանը թույլ չտվեց որ տան։ Սա ծիծաղելի է, այս պետական տունտունիկ են խաղում, բայց իրական խնդիրը ուրիշ տեղ է։ Եթե մենք ազգային պետություն չստեղծենք, համակարգը չփոխենք, որ իշխանության աղբյուրը լինի ժողովրդի իշխանություն պատասխանատու լինի, այս մնացած զրույցները ով էլ գա իշխանության ինձ ձևի խափելու է։ Ոնց որ հիմա։ Տեսեք, դաշնակցությունը իշխանության մեջ էր, քանի անգամ, 2 անգամ կոալիցիայի մեջ եղել։ Թող որևէ մեկը բարձրացան պնդի, որ դաշնակցության կոալիցիայի մեջ լինելուց Հայաստան իրավիճակը փոխվել է։ Ասենք Աղվան Վարդանյան, երբ որ եղել է սոցիալ նախարար, ոչ թե Աղվան Վարդանյանի ազգական վիճակն է չափից դուրս բարելավել, սոցիալապես ավելի ապահով է։ Թող որևէ մեկը բերի որևէ ուրիշին չէին այդպես Դավիթ Լոկյանը գյուղնախարար էր, մեկը առողջապահության նախարար էր, տնտեսության պետը էլ անտառները չեն կտրում, լավ էլի, այս ժողովուրդը հիմար չի։ Բոլորն էլ հասկանում են, ուրիշ բան, որ դուք ենթադրեք, որ դուք ասենք Պոլ Պոտի վիճակի եք հասել, զենքով բոլորին լռեցնեք։ Ով խոսած խփեք։ Ասենք ես այստեղ խոսում եմ, ո՞նց թե դու ճշմարտություն ասեցիր, մեր մոտ ընդունված չի, մենք ստի երկիր ենք։ Դուս եկար, մենք քեզ պետք է խփենք։ Էլ չկալի ճիշտ խոսալ։ Այդ ուրիշ բան։ Բայց այս ճշմարտության դեմ, այն որ սկսում են լոլոներ կարդալ, թվեր բերել, այսքան աճել է, այսքան բան ա եղել։ Ռուսաստան տնտեսական վիճակը վատացել է, մարդիկ չգիտեն ինչ անեն։ Խոպան գնան, չգնան, ինչ անեն։ Այս երկրի վրա ոչ մեկ հույս չի դնում։ Ազատություն ռադիոկայանով խոսում է 25 տարեկան տղա, որը պետք է մտածել ամուսնանալու, ընտանիք ստեղծելու, երեխաներ ունենալու, այս բանի այն ծաղիկների ֆոնով նկարվողների համար զինվոր ունենալու համար, բայց խոսում եմ ունեմ ստեղ ինչ անեմ, մեր կամ ստեղ եմ 1000 դրամ փող չեմ աշխատել, գնամ կարողան դեռ կյանքս բացվի աշխատեմ, բայց որ մարդը երիտասարդ տղան չի կարողանում արժանապատիվ փող ստանա, որ կնոջը հագցնի, չեմ ասում ծաղիկներով, ծաղիկ դնի, ծաղիկ հագցնի, նկարի գցի Facebook, չէ, նորմալ սովորական հագցնի։ Չեմ մտածի, որ ատամը ցավես չի կարող գնա բժշկի։ Եթե դու այդպեսի պետություն չես ստեղծել, նստում ես ու մեծ խոսում ես, թե մենք էս ենք անում, մենք ենք անում կոալիցիա անուն հայրենիք ենք անում, սուտ է։ Շնորհակալություն պարոն Բաղդասարյան, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում զրուցում էինք 1990-95 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանի հետ։